Բարի երեկո բոլոր նրանց, ովքեր գտնվում են Ֆորտունա հեռուստաընկերության հետ, սա Բացենյակն է, ողջունում ենք աշխարհասփյուռ մեր հայությանը եւ բոլոր նրանց, ովքեր մեր հաղորդումը դիտում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես ասում են, լորից ուղարկում ենք ամենատար ու ամենալորեցիերը բարևները։ Եվ իհարկե մեր նոր հասցեի առաջին հյուրին պետք է ներկայացնենք, բայց մինչ այդ նախաբան փոքրիկ երեստատիտողներ հանուն կրթության համընդհանուր քարոզարշավը կրթության ոլորտում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խոշորագույն կազմակերպություններից է, որին անդամակցում են բոլոր տարածաշրջանների շուրջ 120 երկրներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականից եւ միջազգային կազմակերպություններ։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականին եւ համարվում է կրթության իրավունքների պաշտպանության ամենամեծ միջազգային ցանցերից մեկը։ Եվ այժմ մենք ընկալել ենք մեր շատ սիրելի հյուրընկալով ներկայացնում ենք հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի հայաստանյան դաշինքի համակարգող Գևորգ Մանուկյանն է մեր տաղավարում եւ Մունք տեխնոլոգիա, ինչպես նաեւ հանուն կրթության համակարգող համընդհանուր քարոզարշավի Արցախի դաշինքի ներկայացուցիչ Հասմիկ Շահնազարյանը։ Ինչպես եք առաջին հարցը որոշում եմ տալ։ Լավ ենք, շնորհակալություն հյուրընկալության համար։ Շատ հաճելի է այս միջավայրը։ Դե ողջ խերով լինի, ինչպես ասում։ Այո։ Չի կարող խերով չլինել։ Մենք վստահ ենք, պարոն Մանուկյան։ Հասմիկ ջան, դու ինչպես ես։ Շատ լավ եմ, շնորհակալություն։ Շատ պարտավորված եմ եւ շատ հաճելի է հենց առաջին եթերը մեզ հյուրընկալել ձեր նոր տաղավարում։ Սիրո։ Հիմա մեր հերոստատողների մոտ կարծում հարց առաջացավ, ախր նույն տաղավարն է ինչու են ասում, չէ, ինչու են ասում նոր տաղավարում, այո մենք հին ու նոր հասցեով ենք այլևս ներկայանում, Microsoft Ֆորտունա հեռուստաընկերությունը գործում է դիմաց թաղամասում, աղան 81 հասցեում։ Ինչ հերոստատողների նաև մյուս հարցը, որ ես մեջ առաջանում է սպային եւ Մունք տեխնոլոգիայի աշխատակից, ասում են երևի Արցախից է այս մեր աղջիկը։ Միանշանակ։ Բայց նա փակագծերը բաց են կապ ունենք։ Ես Մունք տեխնոդպրոցի նախկին ուսանողներից եմ, երբ Մունք տեխնոդպրոցը բացվեց Վանաձորում, իր մասնաճյուղը բացվեց Վանաձորում, ես իրենց ուսանողը դարձա ու հետո արդեն աշխատանքի առաջարկ ստացա եւ հիմա Մունք տեխնոդպրոցի դասընթացավարն եմ։ Հրաշալի է։ Մենք անպայման դեռ կխոսենք, բայց գանք սկզբից։ Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի Երևանյան նստաշրջանից սկսենք մեր զրույցը, որքանով որ իմ տեղեկատվությունը հասանելի է նոյեմբերին կայացավ այս նստաշրջանը։ Ինչ ուղղություններ մշակվեց, պարոն Մանուկյան, որ մինչև այսօր այդ ուղղություններով քայլում եք եւ ինչ տվեց այն հայաստանյան թևին, հայաստանյան դաշինքին։ Շնորհակալություն, դա եզակի իրադարձություն էր, որ աշխարհի ամենամեծ կառույցը քաղաքասարակության կրթության ոլորտի ամենամեծ կառույցի կառավարման խորհուրդը, տնօրենների խորհուրդը իր հերթական նստաշրջանը անցկացրեց Երևանում։ Եզակի բան էր իրոք եւ մեծ համար մեծ պատասխանատվություն էր դրա կազմակերպելը, հյուրընկալելը այդ հյուրերին, որոնք ներկայացնում էին աշխարհի բոլոր տարածաշրջանները, աֆրիկյան, լատինոամերիկյան, եվրոպական, հյուսիսամերիկյան, ասիական, խաղաղ օվկիանոսի եւ այդ բոլոր տարածաշրջաններից այդ համապատասխան ղեկավարները հյուրընկալվեցին Երևանում 3 օր աշխատանքային ռեժիմով բազմաթիվ հարցեր քննարկվեցին, այդ թվում քննարկվեց նաև այս տարվա գործողությունների շաբաթը։ Ամեն տարի կազմակերպության հիմնական գործողությունների ծրագրերից մեկը հանուն կրթության գործողությունների շաբաթ է, ամեն տարի տարբեր թեմաներ են։ Այս տարվա թեման կրթությունը արտակարգ իրավիճակներում, դա է շատ կարևոր թեմա է եւ մենք արդեն Հասմիկի հետ միասին, Արցախի դաշինքի հետ միասին եւ այս ծրագիրը միասին ենք մշակել եւ միասին իրականացնում ենք եւ առաջի մեր կլոսեղան քննարկումը եղավ հենց սահմանամերձ Տավուշի մարզի ներքին Կարմիր աղբյուր գյուղում
մի եւ հրաշալի շատ արդյունավետ քննարկում էր եւ անչափ հուզիչ ուղղակի չգիտեմ պատմելու չէ էլի եւ երկրորդը անցկացրեցինք Վանաձորում եւ եւս 3 մեզ կլոր սեղաններ են սպասում Սյունիքում Դավիթ Բեկյուղ են գնալու նույնպես սահմանամերձ է Հրազդան են գնալու մեծ տվյալներով ամենաշատ առավել Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցները առավել շատ կոտայքի մարզում են, հա, եւ եզրափակիչը կանենք Երևանում։ Կրթություն նշեցիք արտակարգ իրավիճակներում։ Այո։ Որքանով եք պատկերացնում դա ընթացակարգով, այսինքն Աստված միանացած նա իրավիճակի մեջ է ստացվում եւ ինչպես պետք է կրթվել այդ ժամանակահատվածում։ Ինչ է առաջարկում, հա, այս համատեքստում, որ չտուժի արտակարգ իրավիճակների ժամանակ հենց կրթությունը եւ ինչ է ասում ծրագիրը։ Ծրագիրը կազմակերպիչների գաղափարն է, որ կրթությունը դա կյանքեր փրկող մի ամենակարևոր միջոցն է եւ կրթությունը չպիտի ընդհատվի ընդհանրապես նույնիսկ արտակարգ ուզում է երկրաշարժ լինի ուզում է թագավարակ COVID-19 լինի ուզում է պատերազմ լինի եւ միջազգային գործող օրենսդրությունը պարտավորեցնում է բոլոր պետություններին անխտիր բոլորին պարտավորեցնում է պահանջում է որ ոչ մի կրակոտ չպիտի լինի կրթական հաստատությունների վրա ոչ մի ոտնձգություն ուսուցիչների, երեխաների, աշակերտների վրա չպիտի լինի, կրթությունը պիտի շարունակվի, բայց իհարկե մենք գիտենք այսօրվա իրավիճակում, այսօրվա աշխարհում ինչ է կատարվում, ինչ հանցագործ ռեժիմներ են այսօր հենց մեր հարևան պետությունների գլուխ կանգնած եւ ամբողջ աշխարհում երկու օր առաջ տեսանք եւս մեկ պատերազմը սկսվեց Հնդկաստան, Պարսկաստան։ Հասմիկ ջան, արցախցիների ներգրավվածությունը քարոզարշավի որքան բան ներգրավված։ Սկզբում, երբ Տավուշի մարզի սահմանամերձ ներքին Կարմիր աղբյուրի միջնակարգ դպրոց էին գնացել, իսկ սկզբանե մեր կլոր սեղան քննարկումների նպատակներն նաև արցախցիների օրինակներով փորձով կիսվելը եւ դա հանրայնացնելը, ինչպես նաեւ միջազգայնացնելը ու ներքին Կարմիր աղբյուրի միջնակարգ դպրոցում երկու Արցախից բռնի տեղահանված աղջիկներ կային, ովքեր իրենց փորձով էին կիսվում այնտեղ իրենց դժվարություններով էին կիսվում, որ երբ պատերազմի շրջանն է եղել, իրենք թողել են իրենց դպրոցը եւ հեռացել, ինչքան դժվար էր ներգրավելը Հայաստանի դպրոցներում, քանի որ արդեն ուսումնական ծրագրից հետ էին մնացել, ինչպես նաեւ այնտեղ բացի դպրոցներ հաճախելը հիմնական կրթություն ստանալու համար, մի աղջիկ ասեց, որ իր դասագրքերով լիպայուսակն է վերցրել, առաջին բանը, որ Արցախից իրենց տնից դուրս են եկել, ինչը շատ հուզիչ էր, ինչպես նաև մեր Վանաձորի կլոր սեղան քննարկմանը ներկայացավ Մունք տեխնոդպրոցի աշխատակից նախկին ուսանող Սվետլանա Մանասյանը, ով հիմա զբաղվում է Մունքի դրամաշնորհային ծրագրով, դրա ղեկավարն է, կիսվեց նաև իր փորձով, թե որպես ուսանող համալսարանում, դպրոցում, ինչպես նաև Մունք տեխնոդպրոցի դասերը կազմակերպելու ընթացքում արցախցիների փորձի մասին։ Հետաքրքիր է, այդ տպավորությունները, որ հավաքում եք, ինչ են տալիս դրանք եւ որքանով են օգնում ծրագրի ընթացքում էլ ավելի շատ խոսել հաջողություններից։ Պարոն Մանուկյան, երևի ես հարցի նաև դուք էլ պատասխան տեք։ Տպավորությունները չափազանց շատ են ու բազմաթիվ խոհեր են առաջացնում, բազմաթիվ նոր ծրագրերի ծնունդ են տալիս։ Իդեպ ասեմ Վանաձորի կլոր սեղանից հետո մենք հրավիրել էինք նաև մարզային գրադարանի տնօրենին, իրենց աշխատակիցը
պատմել էր, մասնակցեց պատմել էր տնօրենին եւ մենք հենց երեք քննարկում էինք իրենց հետ, իրենք շատ կարևորելով այս ծրագիրը առաջարկեցին, որ Վանաձորում երկրորդ գլուխսեղան քննարկումներ անենք հրավիրելով նոր ուսուցիչների, որովհետեւ իրապես յուրաքանչյուր ուսուցիչ կարիք ունի սովորելու այս հնարավորությունները, սովորելու, որ Աստված մի արած չէ, ասենք արտակարգ իրավիճակների դեպքում կարողանան շարունակել դա։ Գիտեք, ես մեր այդ խորհրդի քննարկումների ժամանակ նույնպես շատ հաճախ բարձրացնում եմ ընդհանուր այդ գլոբալ ֆորումների ժամանակ մի տեսակ պարադոքսալ է հնչում, գիտեք, որ պատերազմի ժամանակ կրթության մասին ասենք, երբ որ աշակերտները ուսուցիչը դասով են զբաղված, բայց ռմբակոծում են, որպեսզի այդ ուսուցման կրթական process-ը այդ ընթացքը արդյունավետ լինի, պետք է մարդը կարողանա կենտրոնանալ, պետք է միտքը կարողանա կենտրոնանալ, հանգիստ խաղաղ վիճակում պետք է լինի։ Իհարկե կարող են ինչ-որ մի բան անել, բայց դա չի կարող լիարժեք կրթություն լինել։ Եվ դրա համար ես մի քիչ ընդհանրապես առավելա պաշտ եմ, մաքսիմալիստ եմ, ու ես առավել շեշտ դնում եմ, որ պետք է մեր կազմակերպությունը հանուն կրթության համընդհանուր քարոզարշավը շեշտադրի միջազգային իրավունքի նորմերի պահպանությունը եւ առաջերտին միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանությունը, նորմերի պաշտպանությունը եւ խստորեն պիտի պատժվեն պատերազմի հանցագործները, նրանք ովքեր որ պատերազմի հրձիկներ են եւ նրանք ովքեր որ զենքեր են արտադրում, այսինքն պիտի հիմքից սկզբնապատճառը պիտի վերացվի եւ մենք պիտի ոչ թե պատրաստվենք, որ պատերազմ լինի կամ ինչ-որ արտակարգ բան լինի, այդ ժամանակ երեխաներին այդպես մի կարճ ժամանակ կարճատված դասեր անենք։ Իհարկե, դե եթե այդ վիճակում ես պիտի անես, դա պետք է, բայց մենք պիտի հիմքից խնդիրը լուծենք։ Մենք պիտի այնպես անենք, որ արտակարգ իրավիճակ չլինի եւ պատժվեն այդ նրանք, ովքեր կրթությունը խաթարում են, կրթական process-ը խաթարում են աշխարհում։ Մենք դրա այդ ուղղությամբ պիտի աշխատենք։ Հանձնաժողովը այդ ուղղությամբ աշխատելու ինչ գործիքակազմ ունի եւ արդյոք իրավասու է, որովհետեւ մենք օրինակով խոսեմ, հա, ընդամենը մի քանի ամիսներ առաջ մեր հեռուստաընկերությունում մի աշխատակից ունեինք, ով երբ ընդունվել էր համալսարան, COVID-ներ սկսվել։ Դասերը կիսատ մնաց։ Արցախում էր, նա Ստեփանակերտում էր ապրում։ Այնուհետ պատերազմը դարձյալ նորից դասապրոցեսի խախտում եւ նա ավարտում է համալսարանը Երևանում տարբեր խնդիրներով ու խոչընդոտներով։ Եվ ինչպես ինքն էր ասում, ես 4 տարվա մեջ 4 գործիք չկարողացա տիրապետել, որովհետեւ խաթարվել էր նրա կրթության իրավունքը։ Մենք ինչ գործիքակազմ ենք առաջարկում, ձեր հանձնաժողովը, ձեր ծրագիրը ունի այն լիարժեք գործիքակազմ, որ գոնե հնարավորինս փորձում է հարթել այս խնդիրը։ Դա քաղաքացիական հասարակության կազմակերպություն է։ Այո։ Պետական իշխանական ծրագրեր չունի, բայց շատ մեծ ազդեցություն, շատ մեծ ներգործություն ունի կազմակերպությունը եւ մեծ 7-նյակի, մեծ 20-յակի եւ ՄԱԿ-ի նստաշրջանների, տարբեր ՄԱԿ-ի կառույցների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային հանդիպումներում պարտադիր այդ հարցերը
ներդրվում են եւ քննարկվում են եւ շատ ուժեղ ճնշում է գործադրվում նրանց վրա ճնշում է գործադրվում որպեսզի չկրճատեն ֆինանսավոր մկրտության ինչու եմ ասում չկրճատեն ոչ թե ավելացնեն որովհետեւ այս վերջի տարիներին ցավալիորեն ոչ թե ավելացնում են ֆինանսավոր մկրտության, այլ սկսել են կրճատել։ Հենց մեր, ասենք Արցախի դաշինքի հետ մենք եվրոպական եւ հյուսիսամերիկյան խմբակցություն ունենք, դրանք այն երկրներն են, որոնք աշխարհը կառավարում են։ Մեծ յոթնյակի 7-ից 6-ը մեր երկրներն են։ Իմ գործընկերներն են, որոնց հետ ամիսը մեկ մենք քննարկում ենք այս բոլոր հարցերը 7-ից 6-ը իրանք են եւ իրանք բոլորը բողոքում են որ կրճատվում է շվեյցարական մեր գործընկերոջ վերջի ելույթի ժամանակ ասաց շատ ծանր վիճակում են հայտնվել օրինակ իռլանդական եւ մեծ մասը բոլորի մեծ մասի ֆինանսավորումը նախ հենց կառավարություններից է եւ իրենք կախման մեջ են ու դրա համար շատ դժվար է պետք է նաեւ ճկուն լինել որովհետեւ իրանք կարող են ուղղակի փակել իրենց ինչ որ Շվեյցարիային հիմա սպառնում է այսինքն տեսեք ինչ է կատարվում աշխարհում շատ այսպես բացասական եւ ցավալի բաներ են կատարվում կրթության մշակութային ծախսերը աստիճանաբար կրճատվում են ռազմական ծախսերը մոբիլիզացիան ավելի բարձրացվում ավելի ուշադրության եւ սա գալիս է մենք գիտենք մենք քաղաքականությամբ չենք ուզում զբաղվել բայց մենք գիտենք քանի որ ամերիկան ետ է քաշվում Եվրոպայի նկատմամբ իր անվտանգության ապահովելու իր զորքերի այնտեղ պահելու ծախսերից իրենք ստիպված ավելացնում են իրենցը եւ դառնում են կրթության հաշվին բայց ձեր հարցի պատասխանելով ասեմ որ ամեն դեպքում մենք հաջողում ենք եւ գոյություն ունի մի հիմնադրամ GPE Global Partnership for Education այդ համընդհանուր կրթության հիմնադրամ որը կոչված է հենց կրթության գլոբալ խնդիրները լուծել եւ պետություններին այսպես մենք ճնշում ենք, այսպես բզում ենք, որ փոխանցեք այդ հիմնադրամին։ Այդ հիմնադրամը մի քանի տարի առաջ Հայաստանի նույնպես փոքր դրամաշնորհ տվեց, փոքր, այսինքն $500,000 էր դա։ Ավելի պետք է դրանց հետևեր 5 միլիոն անոց դրամաշնորհ, բայց ցավոք սրտի որոշ պատճառներով դա չեղավ։ Հիմնադրամը շատ լուրջ գործունեություն է իրականացնում ամբողջ աշխարհում միլիարդների բյուջե ունի, միլիարդների եւ այնպես որ այդ գործունեությունը մեզ հաջողվում է Շատ լավ ասում եք Արցախյան դաշինքը առասարակ ինչ խնդիրների առաջ քաշվում Արցախյան դաշինքի հիմնական խնդիրները ու հիմնական նպատակը հենց ճանաչումն է, քանի որ միջազգային տարբեր հարթակներում նրանք իրենց նպատակն է հենց արցախահայության խնդիրները բարձրաձայնելը ու որոշ դեպքերում խնդիրները հենց դրանում է կայանում, քանի որ ավելի մեծ ու հզոր երկրները շատ հաճախ չեն առաջնորդվում արցախահայության շահերով ու Այստեղ հակասություն է, հա, իհարկե հրաշալի հակասություն, որովհետև ամեն դեպքում աշխարհը չի ճանաչում Արցախը որպես առանձին պետություն, բայց այսօր կայացած պետությունների կողքին կարևոր
ասում բաղադրիչ է նաև ներկայանում, սա ինչ է տալիս ու մունքը ինչպես ծնվեց հենց անունը, դա էլ է հետաքրքիր, որովհետև Արցախյան բարբառից վերցրեց, այսինքն դուք նաև անունով եք ասելիք տալիս, հա, անունի մասին էլ մի քիչ։ Մունքը հիմնադրվել է Ես կրթական հիմնադրամի կողմից եւ հենց Արցախի բարբառով, այո, նշանակում է մենք, քանի որ այն հիմնադրվել է 2019 թվականին Արցախում, շատ տրամաբանական է, որ հենց անունն էլ հնարավոր է, որ Արցախի բարբառով լինի ու Ես կրթական հիմնադրամի կողքին, այնտեղ առանձին եսն է, մունքը ավելի ներգրաված, բոլորս մեկի համար, մեկը բոլորի։ Շատ լավ։ Պարոն Մանուկյան, այս խոսեցինք կլոր սեղանների մասին, առհասարակ այս քարոզարշավի շրջանակներում առաջիկա ինչ անելիքներ ունեք եւ կլոր սեղանների գործիքակազմի մասնագիտական ուժի մասին էլ կուզեմ, ովքեր են մասնակցում եւ ովքեր կարող են ներկա լինել ու գիտելիքներ քաղել նաեւ այս կարևոր շաբաթի շրջանակներում։ Հրավիրում են առաջի հերթին ուսուցիչները, բարձր դասարանների աշակերտները, հրավիրում են քաղաքասարակության ներկայացուցիչներ, կրթության ոլորտի հիմնականում, ընդհանրապես մտավորականություն, մշակույթի գործիչներ եւ արդյունավետ քննարկումներ են լինում։ Ես կուզենամ հատկապես նշել Արցախի մեր գործընկերների շատ արդյունավետ ներդրումը եւ անցած տարվա մեր գործողությունների շաբաթվան եւ այս տարվան շատ արդյունավետ եւ շատ այսպես բանով լի են իրենք երանդով շատ հայ ուղղակի շատ ուրախ եմ այս համագործակցության համար եւ չեմ կասկածում, որ շատ ավելի արդյունավետ է լինելու, ընդ որում ասեմ, որ Արցախի դաշինքի այնպիսի անդամներ կան, ինչպիսին նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն, նախկին մարդու իրավունքների պաշտպան եւ ինքը կարծեմ մարտ ամսվա եվրոպական խմբակցության հանդիպմանը ինքը դաշինքի համագարկող Աշոտ Ավանեսյանի հետ միասին իրենք մասնակցեցին եւ շատ կարեւոր հանդիպում էր, այնտեղ մենք միասին եսել էի մասնակցում, նախագիծ էինք կազմել Արցախի վերաբերյալ, որ հայտարարություն ընդունվի։ Սա մի քայլ էր, որպեսզի պիտի էլի շարունակվի, մի քայլ էր, որ Արցախի խնդիրը անընդհատ բարձրացված պահել, բարձր պահել։ Դա չհաջողվեց, որովհետև եվրոպական երկրները, ամերիկյան այդ քաղաքասարակությունը իրենք բավականաչափ իրազեկված չեն։ Մեր խնդիրը դա է։ Եվ Արցախի դաշինքի առաջնային խնդիրը ես իմ գործընկերներին նույնպես մի քանի անգամ ասել եմ, դա է։ Մենք պարտավոր ենք Արցախի խնդիրը քաղաքասարակության դաշտում անընդհատ բարձրացնել։ Այսօր այդ հնարավորությունը մենք ունենք։ Այսօր Արցախը հավասար, լիարժեք հավասար իրավունքներով այդ դաշտում է, այդ կազմակերպության մեջ է եւ պիտի այդ հարցը բարձրացվի։ Մենք պիտի բարձրացնենք, օրինակ, տեսեք, մի շատ կարևոր բան եղավ, հայտարարություն ընդունվեց ՄԱԿ-ի տնտեսական սոցիալական խորհրդի տնօրենի կողմից հենց ապրիլի 24-ին անցած ամիս։ Հենց այդ օրը առանձին մի հատուկ կոնֆերանս էր եղել, ընդունվել էր, դա կոչվում էր բան Call for Action, գործողությունների կոչ, բռնագաղթվածների հարցերը, խնդիրները լուծելու եւ հատուկ նշվում է երկու էջանոց փաստաթուղթ է դա, հատուկ նշվում է նրանց իրավունքը վերադարձի։ Մենք պիտի սա նույնպես օգտագործենք եւ մենք մի քանի օր առաջ դիմել ենք Հայաստանյան ՄԱԿ-ի գրասենյակի
փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին եւ գլոբալ համագործակցությունների գրասենյակին մենք ուզում ենք որ Երևանյան եզրափակիչ կլոսեղանը հենց ՄԱԿ-ի գրասենյակում անենք, մենք շատ ենք արել այդտեղ, քանի որ ՀՍԿ ունի հատուկ խորհրդատվական կարգավիճակ եւ մենք պետք է դա նույնպես օգտագործենք։ Մենք ընդհանրապես շատ վատ ենք օգտագործում մեր հնարավորությունները, շատ վատ։ Ինքս դժգոհ եմ, ինձանից էլ եմ դժգոհ, իմ գործընկերներից էլ եմ դժգոհ, չնայած ասում են թե ինչքան լավ բաներ ենք անում, բայց առավելագույնն է։ Բայց մենք պիտի ավելին անենք։ Մենք պարտավոր ենք ավելին անել։ Եվ վստահ եմ, որ կարող ենք անել, որովհետև ունենք Հասմիկի նման եւ գիտեք ինչքան երիտասարդ պես երանդուն աշխատողներ ունենք։ Մենք պիտի ավելին անենք։ Հրաշալի է։ Ցանկանում ենք ձեր գործերին հաջողություն, ինչպես ասում են, եւ պետք է կրթվել միշտ ու անընդհատ, քանի որ մենք այլ տարբերակ կարծում եմ չունենք այս ժամանակաշրջանում մանավանդ։ Միանշանակ չունենք այլ տարբերակ։ Մեզ պատմությունը մեզ դա է սովորեցնում։ Մեր ազգը, մեր ժողովուրդը իր հազարամյակների պատմության ընթացքում կրթությունը միշտ առաջնային է համարել, մենք գիտենք, բազմաթիվ պատմություններ գիտենք։ Շատ լավ, եթե ունեք ավելացնելու ինչ-որ բան, Հասմիկ կարող է գուցե ասելիք հեռուստադիտողներին, գուցե նաև որպես տեղեկատվություն, ինչ կուզեք որպես վերջաբան ասեք, խնդրեմ։ Կրթությունը կյանքեր է փրկում ու կրթությունը արտակարգ իրավիճակներում պաշտպանելու համար մեր կլոր սեղան քննարկումների նպատակն է հենց անհրաժեշտ գործիքակազմի հավաքումը կազմելը նաև հասարակության մեր կլոր սեղան քննարկումների մասնակիցներից խորհուրդներ, առաջարկներ լսելու եւ ընդունելու, կատարելու նպատակով։ Շատ լավ, պարոն Անիկյան։ Մի երկու օր առաջ 8-րդ դպրոցի աշակերտներ էին եկել մեր մարդու իրավունքների գրադարանում պես կարճ հանդիպում ունեցանք քննարկում եւ ես երեխաների հետ 7-րդ դասարան երեխաների հետ խոսելուց մի քանի խորհուրդներ տվեցի, այդ խորհուրդներից մեկն էր, որ Աստվածաշունչ կարդան, նախ գիրք շատ կարդան, բայց զգուշանալ ամեն գիրք չկարդալ, որովհետև այսօր ցավոք սրտի կան գրքեր, որոնք ուղղակի թունավոր են, վտանգավոր են, վնասակար են։ Պետք չի երիտասարդներին ամեն ինչ կարդալ։ Դրա համար երաշխիքը, որ ասենք վերցրեցիր ինչ-որ գիրք կարդաս, դա քեզ կվնասի թե կօգնի, երաշխիքն է, որ պիտի կարդալ դասականներին, հայ դասականներին առաջերտին, ռուս, օտարերկրյա դասականներին, բայց գրքերի գիրքը Աստվածաշունչն է։ Եվ ես քանի որ դե երեխաներին Աստվածաշունչի կարդալը շատ դժվար բան է, յուրաքանչյուր մարդ չի կարողանում կարդալ, դրա համար հատուկ ձևեր կան, թեմայից շեղվենք։ Ես խորհուրդ տվեցի անպայման առաջինը կարդալ Առակաց գիրքը Աստվածաշնչի։ Առակացը ուղղակի անհրաժեշտ է։ Եվ խորհուրդ կտամ հատկապես երիտասարդներին, ովքեր լսում են, Աստվածաշունչ կարդալ եւ սկսել Առակացից։ Շատ լավ։ Իսկ ես գիտեք ինչ եմ այս բանին եւ զրուցում ենք, մտածում եմ, որ կրթվելը իսկապես կարևոր է, բայց չեմ ուզում, որ մենք ունենանք արտակարգ իրավիճակներ, մենք պատերազմական դրություն լինի, պատերազմներ լինեն, որպեսզի եւ չխաթարվի հա երեխաների կրթությունը, ուսանողների կրթությունը եւ առհասարակ։ Թող լուծումներ գտնենք ուրիշների օրինակներով, հեռավոր տարբերակներով, վերլուծական, բայց ոչ անցնենք։ Կարելի է մի խորհուրդ։ Այո։ Տեսեք, մենք չենք ուզում արտակարգ իրավիճակներ։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մեզ Հասունչի Դավիթը ասում էր մեր հողը մի եկեք, հեռացեք, բայց որ եթե գաք, իմացեք, որ ձեր դեմ կելնի Սասնա Դավիթ։
Հիմա մենք դրամած պիտի Դավիթ լինենք, ոչ թե Օհանու Վերգո։ Մենք որպեսզի Դավիթ լինենք, մենք պիտի պատրաստ լինենք։ Մենք պատրաստ լինելու համար ուզում եմ հաջորդ խորհուրդը տալ։ Գնացեք Ոմա, ողջ մնալու արվեստը Վանաձորի։ Այո։ Գնացեք Երևանի մյուս Ազատազեն, նման կառույցները գնացեք, սովորեք զենք բռնել, սովորեք վիրավորվելու արտակարգ իրավիճակներում ինչ որ մի վնասվածք ստանալու դեպքում դե ինչ պիտի անել, որ հանկարծ մի շատ չնչին վնասվածքից չմեռնեք։ Ողջ մնաք, որովհետև մեր ազգը առանց դել փոքր է, քիչ է։ Այո։ Այստեղ էլ է կրթվել պետք։ Այո, հակրթություն է պետք։ Այո, շնորհակալ ենք հետաքրքիր կարևոր ասելիքով այստեղ լինելու, հաջողություններ ենք մաղթում եւ թող այս տարվա այս քարոզարշավը եւս իր պտուղները տա ու միայն դրական արձագանքով։ Այո, եւ Աստված թող օրհնի ձեզ կազմակերպությունը, ձեր հեռուստաալիքը, որպեսզի շատ առավել օգտակար, առավել ազգանպաստ հաղորդաշարեր, հաղորդումներ վարեք։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Մենք հաջողություն։ Իսկ մեր տաղավարում սիրելի հեռուստադիտողներ, հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի Հայաստանյան դաշինքի համակարգող Գևորգ Մանուկյանն է եւ Մունք տեխնոդպրոցի աշխատակից, ինչպես նաեւ հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի Արցախի դաշինքի ներկայացուցիչ Հասմիկ Շահնազարյանը։ Շնորհակալ եք տելֆորտունը կհանդիպենք քիչ անց։ Մնացեք ձեզ հետ։ Մնացեք մեզ հետ։ Այո։